Այսօր մի քանի փուլերով թխվող խմորեղեն եմ թխել և ուզում եմ ձեր հետ կիսվել։ Ողջույն սիրելիներս, թխել եմ թռչնի կաթ իմ տարբերակով, շատ համեղ է ստացվել և շատ գեղեցիկ։ Ուզում եմ ցույց տալ իմ գնած յուղաթուղթը, որը բավականին լավն էր և դրա համար շնորհակալ եմ տիկին Թամարային։ Ինձ վստահեցրեց, Wildberries-ով լինքը ուղարկեց և այնտեղից գնեցի գերմանական արտադրության այս սիլիկոնե շերտով յուղաթուղթը, օգտագործել եմ հացի համար, շատ լավն էր։ Հիմա այստեղ ձևամանի մեջ դրել եմ, պատրաստել եմ ձևամանը, ձուն բաժանել եմ սպիտակուցից և դեղնուցից, հիմա սկզբից առաջի փուլն է, թխում ենք դեղնուցով խմորը։ Խմորի համար օգտագործում ենք միայն դեղնուցը, 5 ձու եմ վերցրել, 5 ձվի դեղնուց, 100 գրամ շաքարավազ և մի պտղունց աղ։ Լավ հարում ենք մինչև փրփրի և մի քիչ սպիտակի և ավելացնում ենք բուսայուղը և կաթը։ 50 մլ բուսայուղ է, 50 մլ կաթ։ Մի թեթև հարում ենք, որպեսզի այն խառնվի և ավելացնում ենք ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը։ Փխրեցուցիչը լցնում ենք ալյուրի վրա և ավելացնում ենք մասային, հետո ավելացնում ենք նաև կակաոն և հենց հարիչով էլ հարում ենք։ Հիմա այստեղ խառնեմ, որպեսզի փոշին վերև չբարձրանա, նոր միացնեմ հարիչը։ Ահա սիրելիներս, հարեցի, վերջացրեցի, պետք է ստացվի այսպես ծորացող խմոր։ Ուրեմն ձևամանը շատ դժվարությամբ որոշեցի, մտածեցի 1,5 բաժին անեմ, որպեսզի ջեռոցի տապակի մեջ թխեմ, բայց այդ տարբերակով մուսը կլիներ ցածր, որոշեցի սրա մեջ թխել, այս ձևամանի մեջ, բայց այստեղ էլ մի քիչ բարձրությունը չհերիքեց։ Բիսկվիթը թխելուց հետո երբ հանեցի, արդեն ձևամանից մի քիչ փոքրացած էր, այսպես հարթեցնում ենք և տեղափոխում ջեռոց 200 աստիճանի տակ թխելու։ Երբ մուսը լցրեցի, արդեն բիսկվիթի կողքերով տարածվեց և մուսի բարձրությունը մի քիչ ցածր եղավ։ Համենայն դեպս բավականին համեղ էր, շատ համեղ էր և հյուրեր ունեի ու շատ էլ հավանեցին։ Երկրորդ փուլը, դողդողը լցնում ենք ջրի մեջ, թողնում ենք, որ փափկի։ Երրորդ փուլ, հարում ենք կարագը մինչև սպիտակի, սենյակային ջերմաստիճանի եմ վերցրել, բայց միևնույն է, մի փոքր պետք է հարենք և ավելացնում ենք խտացրած կաթը։ Սկզբի գործողությունների ժամանակ շեշտեցի, թե որ մթերքից ինչքան չափ պետք է օգտագործենք, բայց երբ արդեն հասա այս մասերը, կեսից մոռացա։ Տեսանյութի երեսին էլ կգրեմ, հենց էկրանին կգրեմ, տեսանյութի ներքևում էլ կգրեմ, թե որ բաղադրիչից ինչքան եմ օգտագործում։ Ահա սիրելիներս, կայուն կրեմ ստացվեց, թխվեց նաև բիսկվիթը։ Հիմա ձևամանից վերցնեմ, որպեսզի չքրտնի և խմորեղենի բիսկվիթի տակի մասը թացանա, հետո միևնույն է դնելու ենք նույն ամանի մեջ։ Այստեղ վերցնում ենք ջուր և շաքարավազ, դնում ենք կրակին, որպեսզի եռա 6-ից 7 րոպե։ Մինչև կեռա օշարակը, պատրաստում ենք սպիտակուցը։ Ձվի սպիտակուցի վրա ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը, մի պտղունց աղ և հարում ենք մինչև ստանանք կայուն բեզե։ Ափսոսում եմ, որ շուտ չկողմնորոշվեցի կլոր ձևամանով թխեի, որը կարողանում եմ հեշտությամբ մեծացնել և փոքրացնել։ Այն ամաններից է, որին հատակ չունի, պետք էր յուղաթղթով հատակ կպատրաստեինք ու լցնեինք խմորը թխելու։ Ահա սիրելիներս, և բեզեն պատրաստեցի և օշարակը եռաց։ Հիմա այս օշարակը պետք է հենց այս տաք վիճակում քիչ-քիչ հարելով հարիչը չանջատենք ու այսպես ավելացնելով հարենք, որպեսզի բեզեն եփվի։
Ահա, վերջնական տեսքը սա է։ Հիմա հալածնում եմ նաև դոնդողը։ Իմ տեսանյութերում հաճախ եմ շեշտել, որ դոնդողը չպետք է եռացնենք, որպեսզի օգտակար հատկությունները չկորցնի, բայց այստեղ նորից շեշտեմ։ Եռացնելուց այն հետո կարող է նորից պնդացնել ինչ որ պատրաստում եք, բայց այն որ մեր օրգանիզմ է փոխանցվում դոնդողից, էլ օգտակար չի լինի։ Քիչ-քիչ կրեմը ավելացնելով բեզեի վրա ստանում ենք այսպես մուսային զանգված։ Մի քիչ թուլացավ։ Պետք էր բեզեն պատրաստելուց հետո դնեի սառնարան մի քիչ սառեր, որպեսզի կրեմը ավելացնելուց մեջը չհալվեր, պարզապես քանի որ եւ ժելատիններ տակ եւ օշարակներ տակ, կարագը ավելացնելուց, կրեմը ավելացնելուց մի փոքր թուլացավ, բայց դա չի խանգարում։ Վերջում պարզվեց, որ եւ համն էր տեղը եւ տեսքն էր գեղեցիկ։ Մուսը լցնելուց հետո տեղափոխում ենք սառնարան, թողնում ենք այնտեղ սառի։ Մոտավորապես մի 3 ժամ։ Ամանի մեջ լցնում ենք կաթը, կաթի վրա ավելացնում ենք կակաոն, շաքարավազը եւ դնում ենք եփելու։ Պատրաստում ենք գլազուրը։ Գլազուրը պատրաստ լինելուց հետո վերցնում ենք, ավելացնում ենք կարագը եւ լցնում ենք սառած տորթի վրա։ Դեռ լավ չի պնդացել, բայց համարյա պինդ է։ Երբ հյուրերս կգան, հենց այդ ժամանակ էլ կհանեմ, նոր կկտրեմ, որպեսզի ոչ տեսքը կորցնի, ոչ էլ փափուկ լինի, կտրելուց հանկարծ փչացնեմ։ Տարածելուց հետո տեղափոխում ենք սառնարան, թողնում ենք վերջնական սառի։ Շատ լավ է ստացվել։ Պետք էր բիսկվիտն ու մուսը հավասար բարձրություն ունենային, բայց այսպես էլ է, շատ համեղ էր ստացվել, նաև շատ գեղեցիկ է, թող սա էլ այս տեսքը ունենա, պարտադիր չի բոլորի մոտ մուսը կամ բիսկվիթը լինեն նույն բարձրության, նույն չափերի։ Այսպիսի խմորեղենները կտրելուց պետք է դանակը ոչ թե պառկած վիճակում պահել, այլ մի քիչ ավելի բարձր, միայն եզրի մասը կպնի խմորեղենին, որպեսզի այդ գլազուրի մասը չտարածվի սպիտակ այդ մուսային զանգվածին եւ տգեղացնի։ Ես հենց այդպես կտրեցի, հիմա նույնն էլ անում եմ, տեսեք, այնպես եմ կտրում, որ այդ գլազուրի մասը չիջնի ներքև եւ մի տեսակ չլղոզվի։ Դա շատ կարևոր նրբություն է։ Տեղափոխեմ հյուրասիրելու ափսեի մեջ։ Շատ լավ է ստացվել, շատ համեղ էր, շատ հավանեցին։ Մի խոսքով դուք էլ փորձեք, թեկուզ ուրիշ ձևամանով, բայց փորձեք, տեսեք համը, թե ինչքան համեղ էր։ Շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, դիտում եք իմ պատրաստածը, շնորհակալ եմ, որ կիսվում եք, տարածում եք, գրում եք հաճելի կոմենտներ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։